Կապանի բազմաբնակարան շենքերից մեկի բակում ապրող մաքրացեղ գերմանական հովվաշունը թաղամասի սիրելին է։ Նրան բոլորն են փայփայում, կերակրում, խաղում հետը։ Միայն մի խնդիր կա՝ ամեն տարի շունը ձագուկներ է ունենում։ Բնակիչներն էլ ակամա ստանձնում են դրանց համար տերեր գտնելու գործը։ Ես օրինակ կարամ ասեմ, որ չեմ կարող տանեմ տուն պահեմ, որովհետև դա մեծացող շուն է, բայց եթե փոքր շուն լիներ, որը վաշը չմեծանար, կարայի տանեի։ Կապանում թափառող շներ ու կատուներ կան գրեթե բոլոր բակերում։ Կա նաև մի կազմակերպություն, որը հավաքում է անտուն կենդանիներին ու տանում քաղաքից դուրս, բայց այն այս պահին չի աշխատում։ Ֆինանսավորում չկա։ Հիմա չունենք ֆինանսավորում, չունենք հնարավորություն։ Այս տարուկեսա շուրջ դրա մեջ ենք, զբաղվում ենք, բայց տեղական հարցեր ենք լուծում։ Մի տեղից մի տեղ տեղափոխել, այնտեղ չկծի, մյուս տեղից մյուս տեղը տեղափոխել, ասենք, որ ագրեսիվ վիճակ չլինի, բայց համակարգային հարց չի լուծում։ Այս կազմակերպությունը նաև որոշ շների ականջներից սպիտակ է կախել, որը ոչինչ չի նշանակում։ Ընդամենը փաստում է, որ թաղամասի բնակիչները համաձայն են կենդանու իրենց բակում ապրելուն։ Որևէ այլ միջոցառում իրականացնելու հնարավորություն կառույցը չունի։ Կապան համայնքում ընդհանուր մոնիտորինգի արդյունքում 50-ից 70 գլուխ շուն, որոնք որ անդադ թափառում են։ 50-ից 70 գլուխ շունը դրանց ստեղծման, դրանց բժշկական, եթե կատաղած են, դրանց ասենք կատաղության դեմ սրսկման, այսինքն համապատասխան պրոցեդուրաները բոլորը եթե կարողանում են անցնեն, տարեկան 24-ից 25 միլիոն դրամի կարգի գումար, եթե ֆինանսավորվի մեր կազմակերպությանը, լուծում է կապանուն թափառող շների խնդիրը։ Բազմամյա փորձով անասնաբույժ Արմեն Օրբելյանը բացատրում է, շների ականջներին դաջված թիվը պետք է անձնագրի դեր ունենա։ Թափառող կենդանուն բռնելուց հետո անհրաժեշտ է կատարել մի շարք միջոցառումներ, որոնք շատ թանկ չեն, բայց առանց գումարի անիրականանալի են։ Թափառող կենդանուն բռնելուց հետո պետք է ճիճվաթափել, այնուհետև վակցինացնել, ստերջացնել, այնուհետև ականջակալով պիտակավորում ենք, որպեսզի հասկանանք տվյալ կենդանին ստացել է հետևյալ պրոցեդուրաները, թե չէ։ Մեկ կենդանու հաշվով, ճիշտ ասած, մոտավոր թվեր կլինեն, ճիճվաթափման համար մոտավորապես մի 1000 դրամի չափով, վակցինաները ըստ ֆիրմայի հետ կապված մինչև 15000-ի, վիրահատությունը չեմ կարող ասել, ճիշտ ասած, երևի մինչև 20-15000 դրամի չափով կլինեն։ Թափառող կենդանիները ապրելու հավասար իրավունքներ ունեն։ Նրանց վնասելը մարդասիրական չէ, իսկ քանակը նորմայի մեջ պահելու աշխարհին հայտնի լավագույն ձևը ստերջացումն է։ Այս միջամտությունը Կապանում հնարավոր է կատարել միայն որցերի դեպքում։ Էգեր ստերջացնող հաստատություններ չկան։ Ինչ-ինչ խնդիրներից ելնելով եղել են դեպքեր, երբ արու կենդանիներին հեռացվել է ամորձիները, իսկ էգերին չենք անում։ Խնդիրը վերապատրաստման հետ է կապված։ Արու կենդանիներին վիրահատություն անում ենք, հեռացնում ենք սեռական օրգանները, իսկ էգերին չենք անում, չենք արել։ Չկա պայմաններ, ճիշտ ասած, մեր մոտ չկա ոչ մի պայման թեստավորման, ռենտգեն, սոնոգրաֆիա, մինչ կենդանուն վիրահատելը պետք է հետազոտվեն այրան, անալիզ պետք է վերցնեն, ընդեն ներքին օրգանները մի հատ ուսումնասիրեն, մինչ նարկոզ տալը, մեր մոտ չկա այդ պայմանները։ Թափառող կենդանիների քանակից ու վարքից բողոքող քաղաքացիների պակաս չկա։ Կապանի համայնքապետարանում խնդիրը կարևորում են, բայց այս պահին անտուն շներով ու կատուներով զբաղվող, անասնաբուժական անհրաժեշտ միջոցառումներ կատարող ու ամենակարևորը ստերջացնող կազմակերպություն համայնքում առկա չէ։ Թափառող կենդանիների խմբերը նվազեցնելու միջոցներից է զանգվածային ստերջացումն ու իմունիզացիան, որին հաջորդում է շների որդեգրման կազմակերպումը կամ շների նախնական տարածքներ վերադարձնելը։ Խնդիրը հնարավոր է լուծել տվյալ ոլորտում մասնագիտացված կազմակերպությունների ու ընկերությունների միջոցով։ Հաշվի առնելով խնդրի կարևորությունը, Կապանի համայնքապետարանը պատրաստակամ է միջոցներ ներդնելու, կանխարգելիչ եւ արդյունավետ լուծումներ ապահովելու նպատակով։ Սակայն համայնքապետարանի կողմից հայտարարված մրցույթին որևէ կազմակերպություն չի մասնակցել։ Կապանում օրեցօր ավելանում են թանկարժեք ու մաքրացեղ կենդանիներ ունեցող մարդիկ։ Նրանք հաճախ են մայրաքաղաք մեկնում, քանի որ մարզկենտրոնում մասնագիտացված կլինիկա չկա։ Անասնաբույժը ներդրողների ուշադրությունն է հրավիրում շուկայում ազատ, բայց շատ եկամտաբեր այս հատվածի վրա։ Օրական լինում է ամենակիչը 2-3 կանչ շների հետ կապված տարբեր դեպքերով, թե պարվավիրուս էնտերիտ լինի, թե դեպքեր լինի տրավմաներ եւ այլն,
չունենք այդ հարմարությունը, անգամ ռենտգեն չկա, որ մենք հասկանանք կենթանու կաղությունը ինչի հետ է կապված։ Ասենք թեստավորման հետ կապված, ընդ վիրուսա թե միկրոբային բնույթի հետ կապված հիվանդություն է, ոչ մի բան չունենք Կապանի տարածաշրջանում, բայց շուն պահողները շատ են, անգամ Կապանի տարածաշրջանի մոտի քաղաքներից, Քաջարանից, Մեղրիից, մոտակա գյուղերից մարդիկ գնում բերում են կենթանուն, հիվանդանալու ժամանակ շատ դժվար է արդեն ճիշտ դիագնոզ դնելը։ Թափառող կենդանիների խնդիրն առկա է ամբողջ մարզում, հատկապես քաղաքային բնակավայրերում տարատեսակ ժամանակավոր միջոցառումները ցանկալի արդյունքի չեն բերում։